Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարոն Դանիելյան, շատ շնորհակալ եմ, որ դուք եկել եք, քանի որ շատ դուք գնում եք, չեմի գնացեք, քանի որ շատ դժվար է խոսել դատար կաթողների հետ։ Այսօր կփորձեմ ներկայացնել, թե ինչպիսինը պետք է լինի ընդդիմությունը։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հորդորից չի լսել պարոն Դանիելյանը, թողեց գնաց։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ։ Հիմա տեսեք, ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը առողջ եւ գործուն ընդդիմությունն է։ Այն հանդիսանում է իշխանության, վերահսկման, հաշվետու պահելու եւ հանրային շահը պաշտպանելու հիմնական մեխանիզմներից։ Ընդդիմությունը ոչ թե իշխանության հակառակորդը պետք է լինի, այլ դրա հավասարակշռող եւ վերահսկող բաղադրիչը, կոչված ապահովելու իշխանության պատասխանատվությունը քաղաքացիների առջև։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի, այլև ներկայացնի իրատեսական ծրագրեր, որոնք կարող են դառնալ պետության զարգացման այլընտրանքային ուղիներ։ Էլ ավելին ասեմ, կառուցողական ընդդիմությունը նպաստում է, եւ հիմա կթվարկեմ, թե ինչին է նպաստում։ Քաղաքական համակարգի ինքնաբուժման եւ զարգացման գործընթացին։ Երկրորդը հանրային քննադատումների բաց ու առողջ ձևավորմանը։ Երրորդը պետական քաղաքականության որակի բարձրացմանը։ Ինչպիսին է ընդդիմությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հաճախ գործում են առանց միասնական ռազմավարական ուղղության։ Շատ կուսակցություններ են ձևավորվում եւ կոնկրետ իրավիճակների համար կամ անձնական շահերի հիման վրա, առանց երկարաժամկետ գաղափարական հենքի։ Իհարկե դաշնակցությանը չի վերաբերվում, բայց կխոսեմ նաեւ դաշնակցության, կուսակցության մասին, առանց վիրավորելու, ինչպես արվում է ձեր կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը։ Շատ լավ։ Բա ուր են մնացել ձեր կողմից առաջարկված լուծումները։ Հիշեցնեմ 2021 թվականը։ 2021 թվականից ի վեր իշխանությունը զավթելու համար տարբեր միջոցառումներ է իրականացրել։ 44 օրյա պատերազմից հետո ստեղծեցիք փրկություն հայրենիքին շարժումը եւ մի քանի կուսակցությունների դաշինք եւս կային, որոնք էին ակցիաների հիմնական պահանջները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բացի դրան դուք պահանջում եք, որ պատերազմական պարտության պատճառով պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Երբ հարգելի գործընկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, երբ որ մենակ եք մնում, ձեզ հարց եք տալիս, ինչու է Հայաստանի Հանրապետությունը պարտվել։ Ստանում եք պատասխանը։ Եթե այո, կներեք, բայց պետք է դա ասեմ, ուրեմն պետք է ինքնասպան լինեք։ Գիտեք ինչու։ Որովհետև 30 տարիների ընթացքում ոչ մի բան չեք արել, որ Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա։ Դա պետք է դուք հիշեք, երբ որ մեղադրում եք մեզ, որ մենք այս բանը չենք արել, այն բանը չենք արել, ստերի մեջ եք մեզ մեղադրում, խնդրում եմ վերհիշեք անցյալը։ Հիշեցնեմ ձեզ նշանաբանները 2022 թվականին։ Հեռացիր, փրկություն հայրենիքին, Հայաստանն առանց Նիկոլի, հաջողի՞ք։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Եվս մեկ անգամ խնդրում եմ ձեզ մտորեք, ինչու եք պարտվել։ 2021 թվականի ընդդիմադիր ուժերը, Հայաստան դաշինք, Քոչարյանի գլխավորությամբ, Պատիվ ունեմ դաշինք, Սարգսյանի եւ Անեցյանի, կազմակերպեցին լայնածավալ հանրահավաքներ։ Ինչ են պահանջում։ Պահանջում էին արտահերթ ընտրություններ։ Միշտ են պահանջում արտահերթ ընտրություններ։
Իշխանության պատասխանատվություն։ Ի վերջո արտահայտ ընտրությունները տեղի են ունեցել, եւ ժողովուրդը եւս մեկ անգամ վստահեց քաղաքացիական պայմանագրին։ Գիտեք, ես որպես պատմության մասնագետ չեմ հիշում դեպք, որ պարտված իշխանությանը ժողովուրդը նորից քվետա։ Մտածել եք ինչի համար է դա արվել։ Ձեզ ընդհանրապես չէին վստահում, եւ ժողովուրդը այնքան իմաստուն է, որ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել, եւ դրա համար խոնարհվում է մեր ժողովրդի իմաստության համար։ 2022 թվականին դիմադրության շարժում Լաո Զարթնի գլխավոր նախաձեռնողները, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ եւ մի շարք հասարակական գործիչներ։ Որն էր նպատակը։ Կրկին վարչապետի հրաժարական, նոր ազգային կառավարության ձևավորում։ Բայց ես չէի հասկանում, ինչու պետք է այդ պահանջը լինի, եթե ժողովուրդը ինքը վստահեց նորից եւ ընտրեց, թե ով պետք է լինի իշխանության, ով պետք է գա իշխանության։ Այս անգամ էլ շարժումը չհասավ իր նպատակներին։ Լաոն զարթնեց, չի զարթնել։ Եվ դա նորմալ է։ 2023-25 թվականներին ձևավորվեցին ընդդիմադիր դաշտում քաղաքական նախաձեռնություններ, նույնպես ակցիաներ էին տեղի ունենում ավելի ուժգին, որներ բնույթը կազմակերպել տարբեր տեղերում, մարզերում հանրահավաքներ, պետական շենքերի մոտ, հաստատությունների մոտ դիմաց տեղի են ունենում տարբեր տեսակի միտինգներ։ Այդ ընդդիմադիր շարժումների հիմնական առանձնահատկությունը այն է, որ դրանք չեն վերածվել զանգվածային հեղափոխության։ Ժողովուրդը կրկնում եմ իմաստուն է եւ թույլ չի տվել հակահեղափոխական ուժերին վերադառնալ հին բարքերին։ Ուզում եք թվարկեմ, թե ինչ բարքեր է իրում Հայաստանում։ Տեսեք, թալան, մարդասպանություն, կոռուպցիա, եւ դուք եք էլի մեզ մեղադրում կոռուպցիայի մեջ, կրիմինալ, ահաբեկչություն հասել է պետական մակարդակի այն ժամանակ, մարտի 1-ը օրինակ։ Բայց ես մի բան եմ ուզում ձեզ ասել։ Այդ ուժերը, ովքեր որ այսպիսի արարքներ արել, էլ չեն գալու իշխանության։ Մի աշակերտ մի անգամ ասաց խուստուփի արև, ինքան եմ ուրախացել, որ չի ասել մամայի արև, պապայի արև, ասաց խուստուփի արև, ես ճիշտ եմ։ Էլ շարունակեց իրեն լսել, շատ ոգևորվեցի, որ խուստուփի արևով երթվեց, նշանակում է, սիրում է իր տարածքը, սիրում է իր պետությունը։ Ես էլ եմ այսօր ասում, խուստուփի արև դուք էլ չեք լինելու իշխանության։ Եվ ինչ վերաբերվում է դաշնակցությանը, մի վիրավորվեք։ Միշտ մտածել եմ, որ դաշնակցությունը այն կուսակցություն է ազգային, որը ընտրել է ճիշտ ուղի, բայց գիտեք, ես հիմա կասկածում եմ, որովհետև դուք միշտ ուզում եք պայքարել, բայց այսօր կա պետություն, եւ դուք չեք սատարում մեր պետությանը։ Այսինքն դուք այսօր ասում եք, որ պետությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, չէ՞ ժողովուրդ ջան, եկեղեցու դեմ դուրս չենք եկել։ Այն ժամանակ, երբ որ չկար պետականություն, այդ ժամանակ եկեղեցին ստանձնել է պետության դերը, բայց այն ժամանակ, երբ որ կա իրական պետություն, եկեղեցին պետության մի մեխանիզմն է, չի կարելի վերդասել եկեղեցին պետությունից։ Շնորհակալություն։